Բարև ձեզ, ես Արամն եմ Ազատազենից, թվանքի հերթական հաղորդման եթերում ունենք Rossi RB95 մոդելի զենքը, որը մեզ տրամադրել է մեր զինված ընկերներից մեկը։ Թվանքի եթերում ունեցել ենք 22 LR տրամաչափի Rossi, ինչպես նաև ունեցել ենք 30-30 տրամաչափի Mossberg զենքերը։ Այս մեկը նույնպես 30-30 տրամաչափի է եւ արտադրված է բրազիլական CBC ընկերության կողմից Rossi ապրանքանիշի ներքո, կոչվում է Rossi R95 laminated։ Զենքը պողպատից է, զենքի փողակալը եւ խզակոթը լամինացված փայտից են, ինչպես տեսնում ենք, գործ ունենք անգլերեն ասած lever action տեսակի զենքի հետ, կամ ինչպես ռուսներն են ասում, ռիչաժնայա սիստեմա զարիժանի, այսինքն զենքը լիցքավորվում է բռնակի ներքևում գտնվող լծակի միջոցով։ Երբ լծակը բրդում ենք առաջ, այն հետ է բերում փակաղակը եւ հակառակ շարժումով արդեն փակաղակը գնում է առաջ, փամփուշտը տանում է փամփշտանոց եւ ձգանը պատրաստվում է կրակոց անելու։ Լծակի վերևի մասում ունենք ատամ, որը որ փակաղակը պահում է եւ կրակոցի ժամանակ չի թողում հետ գա։ Հաջորդ կրակոցը անելու ժամանակ, երբ որ նորից իջեցնում ենք ներքև, այս ատամը ազատվում է եւ փակաղակը արդեն հետ է գալիս։ Lever action հրացանները հայտնի են դեռ 1800-ական թվականներից։ Առաջին մոդելը, առաջին տարբերակները այս հրացանի, եթե չեմ սխալվում, կոչվել են Volcanic Repeating Rifle, եթե անգլերենից թարգմանենք կրկնող հրացան, այն ժամանակ դեռ ինքնալիցքավորվող կամ մեկ շարժումով լիցքավորվող զենքեր չեն եղել, այսպես ասած, եւ այս տեսակի հրացանները Ամերիկայում հայտնի են եւս մեկ անունով, որը հայերեն կհնչի որպես հրացան, որը որ հաղթել է արևմուտքը, այսինքն այս հրացանները իրենց արագ լիցքավորվելու եւ արագ աշխատելու շնորհիվ Ամերիկայում շատ հայտնի են եղել։ Առաջին երկու հայտնի մոդելները Winchester 1866 եւ Winchester 1873 մոդելներն են։ 1873-ը շատ, այսպես ասած, լեգենդար մոդել է, բավականին շատ ֆիլմերում կա, այս համակարգով աշխատող հրացանների մեջ թերևս ամենահայտնի հրացանն է։ Winchester ընկերությունից հետո lever action հրացաններ արտադրել է Henry ընկերությունը, որը նույնպես շատ հայտնի է դառել, իսկ ներկայումս կան եւս մի քանի ընկերություններ, Marlin ընկերությունը կա, Mossberg ընկերությունը կա, ինչպես նաեւ Smith & Wesson-ը, որոնք արտադրում են այս զենքից մի քանի տարբեր կոմպլեկտացիաով։ Կոնկրետ սա մի քիչ ավելի կլասիկ մոդելն է, փայտից մասերով։ Կա ներկայումս այս զենքի տակտիկական մոդելը, որը մի քիչ ավելի մոդուլյար է, արդեն ունենք ալյումինից ամբողջական փողակալ, մի քիչ ավելի մեծ հնարավորություններով զենքը համալրելու սարքավորումներով եւ այլ բարագաներով, իսկ կոնկրետ այս զենքի վրա ունենք Պիկածինի ամրակ, որը մեզ թույլ է տալիս տեղադրել տարբեր տեսակի նշանոցներ։ Եթե համեմատենք օրինակ Henry ընկերության արտադրած lever action զենքերի հետ, Rossi ընկերության արտադրած զենքը ինքը մի քիչ ավելի էժան դասի համարվող զենք է, բայց բավականին լավն է եւ բավականին ընդունված է ու բավականին մեծ տարածում է գտել աշխարհի տարբեր շուկաներում։ Այն օգտագործվում է ինչպես որսորդության համար, այնպես էլ սպորտային հրաձգության համար, կան հրաձգության հատուկ դիսցիպլինաներ, որոնց մեջ հենց այս զենքն է օգտագործվում, ու ինքը բավականին թե քաշով, թե իր համալրվածությամբ բավականին հարմար զենք է։ Ինչն է հետաքրքիր, այս զենքի վրա ունենք դիոպտրիայով նշանոց, որը սովորաբար լինում է, եթե ծանոթ եք AR համակարգի զենքերի վրա, ու զինված ընկերը, ով տրամադրել է այս զենքը, պնդում է, որ ինքը բավականին ճշգրիտ է կրակում։ Հիմա կգնանք ճշտադրման տեղամաս, կփորձենք այս զենքով խումբ կրակել։
Այնուհետև կիջնենք ընդհանուր հեռաձգության տեղամաս ու արդեն մի քանի տարբեր հեռավորության վրա կփորձենք ու կհասկանանք ինչի է ընդունակ այս զենքը։ Գտնվում ենք ճշտադրման տեղամասում, ունենք Seller Belot ընկերության չեխական SP փամփուշտներ, քանի որ զենքի վրա ունենք դիոպտրիայով նշանոց ու զենքը նախատեսված է կարճ հեռավորության վրա հիմնականում աշխատելու համար, 50 մետրի վրա խումբը կկրակենք, նաև հաշվի առնելով, որ այս փամփուշտները որսորդական են ու շատ լավ բալիստիկա չունեն, հասկանանք ինչ խումբ ենք հավաքում, այնուհետև կիջնենք ընդհանուր հեռաձգության տեղամաս ու մի քանի տարբեր հեռավորություն կփորձենք։ Այս զենքը համալրված է խողովակային պահեստատուփով եւ տեղավորվում է, այսպես ասած, 5+1 փամփուշտ, այսինքն 1 փամփուշտ փամփշտանոցում եւ 5 փամփուշտ տեղավորվում է խողովակային պահեստատուփում։ Հիմա մի հատ ունենք փամփշտանոցում, 3-ը կլիցքավորենք պահեստատուփի մեջ եւ 4 գրակոց կանենք 50 մետրի վրա կախված թիրախի վրա, հասկանանք ինչ խումբ կհավաքենք։ Սկսենք։ Երկուս։ Ասել 4։ Զենքը լիցքաթափված է, փակաղակը թողում ենք բաց ու գնանք նայենք ինչ է ստացվել։ Ավելացնեմ, որ զենքը շատ սահուն է աշխատում, փակաղակը, բայց շատ վերև է գնացել, հետաքրքիր է։ Թիրախի կենտրոնից վերև ենք խումբը հավաքել, կենտրոններով եթե չափենք, մի մոայի մեջ կտեղավորվի, այս մեկը երևի ես մի քիչ փախցրի, վերև է գնացել, բայց այս տեսակի զենքի համար բավականին լավ խումբ ունենք, եթե կրակեինք 100 մետրի վրա կլիներ մոտ 6 սանտիմետր, ինչը կարծում եմ այս տեսակի զենքերի համար շատ լավ արդյունք է։ Հիմա գտնվում ենք ընդհանուր հեռաձգության տեղամասում, կփորձենք մի քանի տարբեր դիստանցիա կրակել այս զենքով, երկու հատ 100 մետրի վրա կկրակենք, հետո 150, հետո մի քիչ ավելի հեռու 300-400 կփորձենք ու տեսնենք ինչ կստացվի։ Նորմալ լիցքավորել չեմ սովորել։ Գնացինք, առաջի կրակոցը կանենք 100 մետրի վրա, կարմիր թիրախի։ Ուղիղ նշանառությամբ, հիմա փորձենք 150 մետրի վրա խոցում անել։ 150-ն էլ ունեցանք, բայց 300-ը արդեն նստած կփորձեմ։ Մի քիչ։ Հիմա փորձենք 300 մետրի կանաչ թիրախը, մարդու ֆիգուրը։ Հիմա արդեն 400 մետրի թիրախի վրա փորձենք, էլի մեծ թիրախի վրա ենք կրակելու, որովհետև այս զենքը մի քիչ այս հեռավորության համար նախատեսված չի, բայց ամեն դեպքում փորձենք։
Զենքը դատարկ է, լիցքաթափեցինք, փակաղակը թողեցինք բաց։ Ավարտեցինք հրաձգությունը, ինչպես տեսակ խոցումներ ունեցանք 100, 150, 300 և 400 մետր թիրախների վրա։ Զենքը բավականին լավն է, խորհուրդ կտամ հատկապես այն մարդկանց, ովքեր մի քիչ հին դասական զենքերի հետ սեր ունեն, բայց ընդհանուր կարծում եմ մանր որսի կամ սպորտային նպատակով էլի բավականին հարմար զենք է, նաև հաշվի առնելով իր գնային դիապազոնը, որ որպես առաջին զենք էլ, որպես ահակոսափող զենք ինքը թանկ չի, կարելի է ձեռք բերել և ունենալ։ Բավականին հարմար է և բավականին հաճելի է կրակել այս զենքով։ Թերևս այսքանը։ Զինվեք, մարզվեք, դարձեք ազատազեն։